Օգտվելով առիթից եւս մեկ անգամ ուզում եմ այս ամբիոնից բարձրաձայնել ալկոհոլային խմիչքներ արտադրող մեր հայրենակիցների խնդիրների մասին, օրեր առաջ ես այս ամբիոնից ասել եմ, որ խնդիրը շատ լուրջ է եւ եթե այսպես շարունակվի, մեր տնտեսվարողները բավականին խոշոր վնասներ կկրեն եւ իմ մտավախություններն ու մտահոգությունները ցավոք սրտի արդարացան եւ այսօր արտադրողները բողոքի ակցիա էին իրականացնում Վրաստանի դեսպանատան մոտ եւս մեկ անգամ հիշեցնեմ ինչի մասին է խոսքը խմիչք արտադրող մեր հայրենակիցները, որոնք որ հիմնականում իրենց արտադրանքը իրացնում են ԵԱՏՄ երկրներում, տարանցիկ բեռ հանդիսանալով կանգնեցվում է Վրաստանում, շաբաթներ շարունակ բեռները մնում են այնտեղ, իբր թե նմուշարում իրականացնելու, որ իրավունքը վրացական կողմը չունի, դա տարանցիկ բեռ է, պլոմբները պոկում եւ հայկական բեռները հայտնվում են, նորից եմ կրկնում, շաբաթներ շարունակ հայտնվում են մի իրավիճակում, որը որ բերում է իրանց կռախի տնտեսության։ Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր աշխատողներ մնում են գործազուրկ, այն պայմանագրերը, որ կապել են ուրեմն Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՏՄ երկրների, նաեւ բացյան երկրների հետ, այդ պայմանագրերի արդյունքում բավականին խոշոր տուժտուգանքներ են վճարում եւ փաստացի այս ոլորտը անմխիթար իրավիճակում է հայտնվում։ Ես եւս մեկ անգամ ուզում եմ ձեզնից լսել այս ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվել եւ ի վերջո այս հարցը ինչ լուծման փուլում է եւ ինչ կարող ենք առաջարկել մեր տնտեսվարողին այս ծայրահեղ ծանր վիճակից դուրս գալու համար։ Բաբկեն Թունյան, հանում եք։ Մտքերի փոխանակությունը ավարտվեց, պարոն Ղարամանյան, եզրափակիչ ելույթ չեք ունենա, պարոն Պապոյան, համեցեք։ Փորձեմ հարցերին անդրադառնամ արագ, որքան հնարավոր է։ Պարոն Ղազարյան, կոնկրետ վնասների չափի հետ կապված դեռևս նախարարությունը վերջնական փաթեթները չի ստացել, կառաջարկեմ գրավոր հարցում ուղղել զուգահեռ ինձ թվում է կամփոփվի եւ ձեզ կպատասխանեմ նաեւ պատշաճ, որովհետեւ այս պահին նաեւ եթե անգամ լիներ չէի կարողանա 1 րոպեում պատշաճ պատասխանել ամբողջ խորությամբ ամբողջ վնասների ծավալի մասին, բայց ուզում եմ նաեւ գործողությունների մասին ասեմ ինչ են կարել։ Հենց այսօր կառավարությունը օրինակ մեկ նախագիծ ենք մենք կոմիտեում դրական եզրակացություն ստացի եւ 5 շաբթի օրը ամենայն հավանականությամբ կընդունենք, որտեղ մենք առաջարկում ենք կարգապաշտպան ցանցերի համար 40% փոխհատուցում բոլոր համայնքներում, մինչև այդ ունենք միայն կարգտաբեր համայնքների համար, հիմա բոլոր համայնքների համար, իսկ տնտեսվարողները իրենք կարգապաշտպան ցանց տեղադրեն, կառավարությունը 40% այդ արժեքի փոխհատուցի։ Երկրորդը ուզում եմ նշել, որ ունենք նաև այսպես ասած շատ կոնկրետ հանձնարարական հանրապետության վարչապետից, որ բարելավենք գործող ապահովագրական համակարգը եւ ապահովագրական ընկերությունների վրա ռիսկերը էականորեն նվազեցնենք կամ ռիսկ չթողենք, որպեսզի իրենք կարողանան համարձակ ապահովագրություն իրականացնել եւ սա շատ արագ պետք է անենք, որպեսզի հնարավոր լինի այս տարվա ընթացքում արդեն իսկ մնացած ուրեմն ապահովագրական պոլիսները այդ տրամաբանությամբ կնքել։ Վերջին հարցի հետ կապված, որ պարոն Դանիելյանը բարձրացրեց, պարոն Դանիելյան, տեսեք իրականության մեջ տնտեսվարողները ինչի են, եկեք տեղից գանք, ինչի են իրենք Վրաստանի դեսպանատան դիմաց ցույց անում, որովհետև իրենք էլ են հասկանում, որ խնդիրը Հայաստանի կառավարության մեջ չէ եւ խնդիրը Հայաստանում չէ։ Մենք հիմա ակտիվ աշխատանքի մեջ ենք, տարբեր սցենարներ, տարբեր իրավիճակներ են քննարկում Վրաստանի գործընկերների հետ եւ իհարկե նաեւ գործարար համայնքը նույնպես իր մեթոդներով, իր եղանակներով, իր կապերով այդ նույն քննարկումների մեջ է։ Առաջիկայում հնարավոր է չեմ բացառում նաև եւս մեկ անգամ արդեն ես այցել եմ Վրաստան, տեղում եւս մեկ անգամ քննարկենք, որովհետեւ ի տարբերություն մյուս ապրանքների, որոնք մենք հաջողությամբ այդ հարցը լուծել ենք։ Ես արդեն նշեցի դրա մասին, տեքստիլի մասին, ալյումինի մասին, ծաղիկի մասին, այո, կոնյակի սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ եւ խնդիրը կա ու իրապես ես կարծում եմ, որ մեր տնտեսվարողները այստեղ ճիշտ են։ Շնորհակալություն, հարցի քննարկումն ավարտվեց։
Հարգելի գործընկերներ, քննարկում ենք 2020